Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս Դևալն այսօր կարծիք հայտնեց, որ թեև հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, այդուամենայնիվ իրական պատերազմի վտանգ ինքը հիմա չի տեսնում։ Ադրբեջանն ակնհայտորեն հիասթափված է, նրան դուր չի գալիս ստատուս քվոն, Ադրբեջանն ուզում է առաջընթաց տեսնել գործընթացում իր կողմի համար։ Եթե Ադրբեջանը որոշի հրաժարվել Մինսկի ձևաչափից, ապա վաղն էլ կանի դա, պատճառաբանելով, որ իրենք հրաժարվում են շարունակել այդ կերպ եւ դիմում են մեկ այլ ձևաչափի, բայց քանի դեռ չեն արել, դա նշանակում է, որ Մինսկի գործընթացը դեռևս կարեւոր է նրանց համար։ Ինչու են խաղաղությունը պահպանելու միջազգային հանրության հայտարարությունները միշտ հավասարապես ուղղված թե Հայաստանին, թե Ադրբեջանին, երբ զինադադարը խախտվում է հաճախ միայն մեկ կողմից։ Սա լավ հարց է, իհարկե 100%-ով չի կարելի ապացուցել, թե որ կողմն է պատասխանատու սահմանում կրակոցների համար։ Հայկական կողմի համար սա անհանգստացնող է եւ հրադադարի խախտման կասկածներն Ադրբեջանի վրա են, քանի որ Հայաստանը կայունություն է ուզում սահմաններին, իսկ Ադրբեջանը փոփոխություններ է ուզում Ղարաբաղյան խնդրում։ Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, թե Ադրբեջանն է հիմնականում պատասխանատու խախտման դեպքերի համար, բայց դա հնարավոր չէ ապացուցել։ Հնարավոր է հայկական կողմն էլ է խախտումներ անում։ Հայաստանն ուզում է, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ գնահատականներ տա տեղի ունեցող խախտումներին, բայց եթե գործընթացին խառնվեն այլ ուժեր, բացի Մինսկի ձևաչափից, դա երկու կողմերի վրա լրացուցիչ ճնշումներ կհանգեցնի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից։ Նրանք հիմա դա չեն ուզում անել եւ միջոցներ չունեն Ղարաբաղյան հակամարտությունը դարձնել աշխարհում թիվ 1 խնդիր, շատ այլ մտահոգվելու հարցեր ունեն։ How imminent is the possibility of resumption of war between Armenia and Azerbaijan? Ես չեմ կանխատեսում մոտալուտ պատերազմ։ Հայաստանը գոհ է իր ստատուս քվոյի դրությունից, 1994-ից հետո ունի այն, ինչի համար պայքարում էր։ Ադրբեջանը դեռ հսկայական նավթային գումարներ է վաստակում, պետություն է կառուցում։ Ինչու պետք է վտանգի այդ ամենը։ Կարծում եմ իրական պատերազմի վտանգ կլինի մի քանի տարուց, երբ Ադրբեջանը ել ավելի գումարներ ծախսի սպառազինության վրա, բանակցային գործընթացում արդյունքներ չտեսնելուց հետո թե ներքին թե արտաքին ճգնաժամ կսկսվի, եւ Ադրբեջանի նախագահը կտրվի գայթակղությանը Ղարաբաղյան խնդրի խաղաղարդի միջոցով հասարակությանը մի գաղափարի շուրջ միավորելու համար։ Սա արդեն վտանգավոր է, ես այդ վտանգը հիմա չեմ տեսնում, բայց ակնկալում եմ տեսնել մի քանի տարի անց, եթե գործընթացը խաղաղ առաջընթաց չարձանագրի։